Ես հրահանգում եմ ոստիկաններին եւ այլն։ ՔՊ ղեկավարի հրահանգով քաղաքացիական հագուստով երկու թիկնեղ տղամարդ Սպիտակի հրապարակից հեռացնում է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի պատճառով զոհված Արամ Մանուկյանի պապիկին։ Ես տերորիստ եմ ես։ Ծերունին զգուշացնում է սիրտն առողջ չէ, բայց դա ոչինչ չի նշանակում Փաշինյանի հրահանգը կատարողների համար։ Հայրիկ ջան, ձեզ ուր են տանում։ Ձեզ ուր են տանում։ Չգիտեմ ուր եք տանում։ Ով եք դուք տղեկ։ Հջի եք տանում։ Ես իմ պահաժն եմ տնում։ Ինչ եք ասում, որ ես տալեց վարեց Ազատ գյուղում։ Ժողովուրդ ջան, իրանք տանն են ապրում։ Սարսափելի հրդեհի զոհ դարձած ժամկետային զինծառայող Արամի պապիկը այս նույն խոսքերը րոպեներ առաջ Փաշինյանին էր ասել։ Նա պիկապի վրա պատմել էր, թե որքան է ինքը լավացրել զինծառայողների պայմանները։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտած եւ նշանակում ստացած ամեն Ներախում եմ ուզում, տարա վարեց Ազատ գյուղում։ Շատ լավ, շատ լավ։ Հայրիկ ջան, լավ էլի խնդրում եմ։ Հա։ Շատ լավ, շատ լավ, շատ լավ։ Չնայած քաղաքացու անձնական մեծ վշտին, Փաշինյանը ասել էր, թե իր ձևակերպմամբ կալուգացի օլիգարխն է մի 200,000 դրամ տալիս, որպեսզի իր հավաքների ժամանակ բողոքեն։ Նա իր աջակիցներին հորդորել էր ուշադրություն չդարձնել։ Ժողովուրդ ջան, այս հիմա տրենդա դարել, ասենք ամենտեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք, հա։ Հանգիստ։ Ասենք կալուգացի օլիգարխը ամենտեղ մի 200,000 դրամից բանից տալիս աղրգում է, եկեք ընդհանրապես հանգիստ ես հրահանգում եմ ոստիկաններին եւ այլն, ով որ խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք։ Դուք տարած մեր երեխեքի բարի։ 4 օր առաջ էլ Ազատի զինվորական կացարանի ողբերգական հրդեհի պատճառով զոհված Հայկ Կիրակոսյանի մայրը Դուք ավարտեք։ Արմինե Աղախանյանն էր մեծամորում զայրացած դիմել Փաշինյանին, նրան մեղադրել իր որդուն վառելու համար։ Ձեզ ես էլ եմ ընտրել, դու անգամ ձեզ եմ ընտրել։ Խնդրում եմ ելի ով աղմկում է հրավիրեք դուրս, հա։ Ստեփանավանում էլ ՔՊ ղեկավարի հավաքի ժամանակ բողոքի ձայները խլացրել են նրա քարոզչախմբի անդամները Նիկոլ Վարչապետ վանկարկելով։ Ով համաձայն չի, թող չգա։ Ով չի ուզում մեր ասելիքը լսել, թող չգա, ժողովուրդ ջան։ Հերիք այդ կալուգացին է մեկը ամեն մեկին 100,000, 50,000, մենք դեմ չենք, վերցրել եք 100,000 դրամ, եկել ներկայացրել եք, ներկայացած արդեն գնացեք, ժողովուրդ ջան, չի լսում։ Իրոք Փաշինյանը կարծում է, որ մարդիկ իրենց ցավի մասին խոսելու, անարդարությունից դժգոհելու, վարչապետի վարքագիծը քննադատելու համար պետք է վարձատրվեն, չեն հասկանում լրագրողները, որոնք հիմնավոր կասկածներ ունեն, որ ՔՊ հավաքների մասնակիցներին բերման են ենթարկում վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Ստեփանավանում եւ Սպիտակում համայնքապետարանի, հիվանդանոցների, քոլեջների, դպրոցների կոլեկտիվներ են մասնակցել ՔՊ հանրահավաքին։ Որտեղից եք եկել։ Ստեփանավանի Մենակ եք թե ձեր գոլեգաները։ Աշխատանքային ժամին արձակուրդում գտնվող Փաշինյանի քարոզարշավին մասնակցել է նաև Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթևոսյանը, որը կարծես արձակուրդում չէ։ Այս մասին Ազատության թղթակցի հարցից հետո Մաթևոսյանը հարվածել է լրագրողի տեսախցիկին։ Այն չես ուզում արա, եկա կնիկ է։ Աշխատանք եմ, հանրապետության վարչապետն է, հերիքան է կար։ Ես ես իրեք տարյակ քեզ եմ ուզում։ Կարնե Մանգասարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։